Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մի հատ էլ պարոն Օհանյան, եկել եք այս ամբիոնից ասեմ բան եք, հանրությանը կոչ եք անում։ Հազար ներողություն, ձեր կոչը ում է հետաքրքիր ընդհանրապես։ Ձեզ կոչը որևէ մեկին, որ հետաքրքիր էր, ձեր գոնե ձեր քաղաքական ուժը իր ցուցակում որևէ ձևով կներառեր։ Ես դες խնդրում եմ անընդհատ կոչ արեք հանրությանը։ Անընդհատ։ Այն ինչքան շատ կոչ անեք, այնքան ավելի ձեր քաղաքական ուժի խորհրդարան չանցնելու շանսերը մեծանալու է։ Այդ ոդկասթը, որ բան են անում, ընդհանրապես էդին նվերա, ո՞նց անենք մի քիչ շատ անեն։ Ո՞նց անենք մի քիչ շատ անեն, որովհետև ինչքան շատ անեն, այնքան իրանց խորհրդարանում հայտնվելու շանսը փոքրանալու է։ Հիմա եկել են ասում են խաղաղություն։ Նախ այս մարդիկ էլի ինչ ապացուցեցին։ Իրանք եկան ասցին, որ այն խաղաղությունը, որը հաստատված է, դա Հայաստանի ձեռնտու չի, դա Հայաստանի շահերից չի բխում, որ դա, այսինքն իրանք ասում են մենք դեմ չենք խաղաղությանը։ Բայց իրանք ասում են այ խաղաղությունը մեր ժամանակ էր։ Եկեք նայենք ինչ խաղաղություն ա եղել իրանց ժամանակ։ 98 թվական 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով։ 99 թվական 12 զոհ փոխհրաձգության հետևանքով։ 2000 թվական 12 զոհ փոխհրաձգության հետևանքով։ 2001 թվական 3 զոհ սահմանին, 2002 թվական 7 զոհ, 2003 թվական 11 զոհ, 2004 թվական 8 զոհ, 2005 թվական 14 զոհ, 2006 թվական 7 զոհ, 2007 թվական 7 զոհ, 2008 թվական 5 զոհ, 2009 թվական 6 զոհ, 2010 թվական 11 զոհ, 2011 թվական 10 զոհ, 2012 թվական 13 զոհ, 2013 թվական 6 զոհ, 2014 թվական 26 զոհ, 2015 թվական 38 զոհ, 2016 թվական 22 զոհ, 2017 թվական 22 զոհ։ Էս է իրանց ուզած խաղաղությունը։ Հիմա այս 20 թվականի մասին թիվը Չէ, մի րոպե 20 թվականի մասին այնքան ասվել է եւ մենք երբեք դա չենք այդ դուք եք որ հազարով անընդհատ 2000-ով 3000-ով ուզում եք ավելացնեք եւ չի արձանագրվում մի բան որ ի վերջո ասում են ինչ ես ասե Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ես մեր կուսակցության համաժողովում մի անգամ այդ թեմային չէ, մի անգամ մեր կուսակցության համաժողով մի անդրադարձել եմ, բայց կա նաեւ մի իրողություն, հարգելի գործընկերներ։ 94 թվականից, 95 թվականից փաստացի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն նույն կետի վրա կանգնած ա եղել 25 տարի։ Նույն կետի վրա կանգնած ա եղել 25 տարի։ Ու այդ կետը եղել է փակուղային կետ։ Եվ հիմա էլ նոր բան, այս մարդիկ տենց էլ բան չարին։ Եկան մի հատ քննիչ հանձնաժողով, չգիտեմ, այս կբացահայտենք, Ղարաբաղի հարցի բանակցային թղթերը։ Հրապարակեցին Ղարաբաղի հարցի։ Հիմա էլ ընկել են բանը քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ասենք ձեզ պարզ չի էսա էտել է ինչ որ ձևով պետք է հրապարակվի։ Ասենք այդ փոսխին անդադին չեք կանգնում։ Այո, մենք այդ մարտահրավերի հետ առերեսվել ենք։ Բայց 30 տարի անկախության 30 տարի ամբողջ պետական համակարգը աշխատել այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է։ Լուծված է այդ հարցը, խնդիր չկա։
Ամեն ինչ նորմալ է։ Եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Ու սկսել ենք հարցեր տալ։ Ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից։ Ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները։ Ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք, որ պետք է այդ թակարդից դուրս գալ, որովհետև եթե այդ թակարդից դուրս չգանք, մենք պետությունը կորցնելու ենք։ Եվ դա այո, ես ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, եւ դա պետք է ասել, որ մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մենք մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից։ Այն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով եւ որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները եւ նրանց սատելիտները մեզ անընդհատ մցրել են ու պահել են փակուղում։ Ու ամեն ինչը բացարձակապես բացատրել են դրանով։ Եվ մենք մեր երկիրը դուրս ենք բերել փակուղ, սրա համար խիզախություն է պետք։ Սրա համար խիզախություն է պետք եւ մենք այդ խիզախությունը ցուցաբերել ենք։ Պարոն Խաչատրյանը ասում է պատերազմը ավարտվում է եւ պատերազմի պատճառը հանգուցալուծվում է կամ չգիտեմ ինչ։ Այդպես մի բառ օգտագործում, բա այդ ենք ասում։ Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա։ Էս է ամբողջ խնդիրը։ Եվ մենք այո գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով։ Հիմա էլ գիծ են տանում իմ պրո-թուրքականության եւ իմ պրո-ադրբեջանականության մասին։ Որովհետև այս մարդիկ ասում են, տեսեք, ինչ են ասում, ասում են, դե մենք դեմ չենք խաղաղությանը, իրանք երբեք դեմ չեն եղել խաղաղությանը, բայց իրանք խաղաղությունը միշտ քննարկել են տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու, հասկանում եք, տարածաշրջանից հազարավոր կիլոմետր, Մոսկվայում, Բրյուսելում, այլ տեղերում, Քիվեստում եւ այլն, մենք միշտ էլի եմ ասում, խաղաղության մասին մեր պատկերացումն է նա, որ մենք Ավստրալիայի հետ ունենք հարատև եւ հուսալի խաղաղություն։ Իսկ խաղաղությունն է նա, որ դու ունես քո տարածաշրջանում, ո՞նց եք պատկերացնում խաղաղություն, այն փնտրելով տարածաշրջանից դուրս։ Դա պատերազմ է, դա ինքնին պատերազմ է։ Մենք ունեցել ենք այդ համարձակությունը, գնանք եւ խոսանք։ Մենք ունեցել ենք համարձակությունը, խոսենք, ուրիշ բանել են ասում։ Ասում են, քանի որ գրել էի, ասում է, որ այդ նշանակում է, որ դու Փաշինյանը ասում է, ուրեմն ունի պայմանավորվածություններ։ Հա, պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բա հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Այդտեղ սպառնալիք չկա, ոչ մի սպառնալու բան չկա։ Դա շատ պարզ, շատ սովորական տրամաբանություն է։ Եվ այո, այս ընտրություններում ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, նաև այդ տրամաբանությամբ։ Որ ակնհայտ լինի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս քաղաքականությունը պաշտպանում է, տերականգնում այս քաղաքականությանը։ Ընդ որում, ասում եմ, երբեք չեմ ունեցել եւ չունեմ այն հրապարակային հայտարարված եւ գրավորից դուրս որևէ պայմանավորվածություն։ Այո, հենց առանցքը եւ նրբությունը դա է, բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերված են եւ հրապարակված են այդ պայմանավորվածությունները։ Դուք եկեք պայմանավորվածությունների բովանդակությունից խոսացեք։ Չունեն ասելիք։ Հա, այդ էլ բաններ, դատի են տալիս, խաղաղության համաձայնագրի բանը, տեքստը չեն տալիս ծանոթանան, գնում ենք մի քանի անգամ թողեցին, գնացին ծանոթացան, գնում ենք կարդում գալիս ուրիշ բաներ էին պատմում։ Բա հիմա հրապարակային է, ով է հիշում ընդդիմությունը, վերջին անգամ, երբ այս ամբիոնից եկե բռնել խաղաղության համաձայնագրի կամ չգիտեմ հռչակագրի տեքստը, սկսել տող կարդալ եւ բան անել։ Երբ եղել է տենց բան ընդհանրապես։
Չէ, հրապարակումից, բա հրապարակումից առաջ, երբ որ դա կոնֆիդենց, ինչ ասես ասում էին։ Հենց հրապարակվեց, այդ թեման ամփոփվեց։ Նույնն էլ բանակցային թղթերը, բա հիմա հրապարակված են, ասում եք, հələ հրապարակեք, մենք երբ եք տեսել, որ ընդդիմությունը կամ այս ամբիոնին կամ հրապարակային կանգնի, ասի թուղթ մեկ, հələ տեսեք, ես ինչա գրած։ Հələ տեսեք, ես ինչա գրած, հələ տեսեք, ես ինչա գրած։ Ըստ էության, այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան, առաջինը, որ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական եւ առանցքային խնդիրն է։ Հիմա էլ նոր խոճապ ասկսել։ Մի ժամանակ ասում էին, որ բանակը, չգիտեմ, բան անպաշտպան ենք, սահմաններ, հիմա մենք ասում ենք լավ, ժողովրդին ցույց կտանք, հիմա էլ սկսել են բանի, ինչ են ցույց տալու, չէ, ցույց չեն տալու, չէ, այդ որ ցույց են տալու, այդ չի, ուրիշ բան են ցույց տալու, այս ինչ եք խառնվել իրար, ինչ եք նորերը ցույց տալիս, հները ցույց տվեք, չգիտեմ ինչը ցույց տվեք, այս ցույց տվեք, այս ցույց ենք տալիս, որ ի վերջո տեսանելի կերպով պատասխանենք ձեր պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին։ Դրա համար ենք ցույց տալիս։ Եվ ցույց ենք տալիս նաև նրա համար, որ դա էլ մի գործոն դառնա, որ դուք Հայաստան դաշինքը ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան, որ չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար, որովհետև չի կարա այդքան լկտի ձևով հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել փորձող քաղաքական ուժը, էլի հայտնվի խորհրդարանում։ Դա շատ վատ բան կլինի։ Ես չեմ կարա հավատամ, կներեք հազար ներողություն։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ։ Մենք մեր բանի խոսույթում, եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Անհարգալից։ Ում մտքով տենց բան անցնի, որ այդ իրեք քաղաքական ուժը կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է։ Այո, բա ժողովուրդը որոշում է, այդ եմ ասում, մի հատ բանը այդ 62 երկրի պասպորտ ունեցող անձը ասում է ես դառնալու եմ վարչապետ, ես դառնալու եմ վարչապետ, ես դառնալու եմ, ասում են մենք հա, մնաց այսքան, տեսել եք մի օր ժողովրդի անուն տան, տեսել եք մի օր ժողովրդի անուն տան, մի անգամ ժողովրդի անուն չեն տվել, իսկ մենք տեսել եք երբևէ մենք ասենք որևէ բան առանց ժողովրդին հղում անելու։ Մենք ասում ենք, որ ժողովուրդ ջան, տեր կանգնիր խաղաղությանը եւ մեզ պետք չի պարզապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չպետք է պարզապես խորհրդանական մեծամասնություն ձևավորվի։ Պետք է, որ համադրական մեծամասնություն ձևավորի, որպեսզի խաղաղության տեր կանգնելու process-ը գնա միջև վերջ։ Իսկ իրանք ասում են մենք վստահ ենք, մենք այս ենք անելու, են ենք անելու եւ խոսում են շունուշանգյալների եւ բոշաների մասին։ Եվ այս քաղաքական կոնտրաստն է, որը պետք է պայմանավորի առաջկա
քաղաքական դիսկուրսը։ Ես կարծում եմ հետևյալը, որ առաջիկա քաղաքական process-ների իմաստը պետքա լինի հետևյալը։ Ժողովուրդը պետքա տեր կանգնի խաղաղությանը եւ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության նախկինների եռագլուխ կուսակցության շուն ու շանգյալներին եւ քաղաքական բոշաներին պետքա ուղարկի հարատև քաղաքական ինչ տարբերակներ կան ուրիշ Կարանք դնենք քվեարկությամբ, դուրս հարատև քաղաքականությունից դուրս հա իմիջիալոց ասեմ որ երեք ապօրինի գույքի բռնագանձման գործով ես այսօր առավոտը կարդացի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առաջին նախադեպային որոշումը կայացրել է եւ համոզված եմ դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու process-ը այլևս անշրջելի է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։